Այս կոմենտը նայեք, ջավախցի ա գրել մեր հայրենակիցը, որը ապրում ա Հունաստանում։ Դե սկիզբը չեմ կարդում, այդ տղա ջան, դե նենց գրի, որ մենք էլ կարողանանք առանց ամաչելու կարդանք։ Բայց իմաստեն ա գրել, որ չեն կարա ջավախցուն հանեն Հայաստանի դեմ, մայր Հայաստանի դեմ։ Հիմա էլի նույնն եմ ասում, առավոտվանից շատ ջղայնացած եմ, որ էլի Ռուսաստանը ջավախցուն ա հիմա հանում Հայաստանի դեմ։ Նայեք, տեսեք, ջավախցին ապրում ա Հունաստանում, ու կարևոր չի ինքը ում կողմից ա։ Տես, ես չգիտեմ ինքը ում կողմից ա, ինքը որ կուսակցության կողմից ա, ինքը չի նշել, չի ասում, ես էլ տեղյակ չեմ։ Բայց ես համարում եմ, որտեղ էլ մենք ապրում ենք, իհարկե ունենք, չէ՞, մեր կարծիքը ու իրավունք ունենք մեր կարծիքը արտահայտենք։ Բայց երբ որ Ռուսաստանը վերցնում ա էջ ա բացանում ու դնում ա անում ա Ջավախսկայա դիասպորա Ռոսիի, արդեն ջավախքի անունից ա սկսում գրել հայատյաց բաներ, կպնում ա Հայաստանին, Հայաստանի քաղաքացուն, կպնում ա մեր քաղաքականությանը ու ամեն ձև ասում ա կապ մի ունեցեք եվրոպացիների հետ, կապ մի ունեցեք ամերիկացիների հետ, մենակ Ռուսաստանը ձեզ կփրկի, հասկանում եք, որ դա արդեն Կրեմլի աշխատանքն ա, արդեն ջավախցուն հանում ա հայաստանցու դեմ, արդեն այսօր ես շատ կատաղած եմ հենց ջավախցու վրա, ես հասկանում եմ, որ բոլորը չեն ու կարող է հենց ջավախքում ապրող հայերս კი տեղյակել չեն ու անգամ Ռուսաստանի ապրող ջավախցիների կեսը տեղյակ չեն, բայց Ռուսաստանը կարողանում ա մեր էմոցիաների վրա խաղա ու ինքը ներկայացրել ա որպես ջավախքի դիասպորան մեր դեմ։ Մենք էլ ռոբոտ չենք, մենք էլ մեր էմոցիաներով ապրող մարդիկ ենք, չէ՞։ Այսօր առավոտվանից ես այդ տեսնում եմ այդ էջի հոդվածները մեկը մյուսի վրա, բոլորը Հայաստանի դեմ։ Ու սաղ սուտ, այդ ինչ ստեր ա գրում, էսի լրիվ ռուսական ստերը հիմա նորից քարոզում են ջավախցու անունից։ Վաղը մյուս օրը Հայաստանցին կսկսի ատել ջավախցուն, որովհետև ջավախցու անունից Հայաստանին հա կպնում են, հա փնովում են, հա բզբզում են։ Հայաստանցի ապրողն էլ մարդ ա, չէ, հո ռոբոտ չի։ Մտնում ա, կարդում ա, տեսնում ա, օրինակ ես այսօր առավոտվանից ինչի պետքա ջղայնանամ, ինչի պետքա ես հանգիստ լավ տրամադրությունով իմ սուրճը հայկական սարքեմ, մտնեմ ինտերնետ ու սկսեմ կատաղել Ռուսաստանի արածի վրա օգտագործելով ջավախքին։ Արցախցուն հանեց Հայաստանցու դեմ։ Հենց այտենց սկսեց սաղ մեր պրոբլեմները իրար հետ, որ Արցախցին սկսեց անպատվել Հայաստանցուն ու անիծել Հայաստանցուն։ Ամեն կեղտոտ բառերը Արցախցին գրեց Հայաստանցուն, այսօր ունեցանք Նատալի Ալեքսանյանին լսող լիքը հայ։ Լիքը, գնացեք իրա էջը ու նայեք ինչեր են գրում։ Հազարներով ինչ կոմենտներ են գրում, որտեվ իրանց սրտից է ասում, որովհետև այսքան տարի, որ Արցախցին անպատվում է Հայաստանցուն, ստանում ենք այսենց պատասխան։ Հետո ասում եք զոմբիները Նատալի Ալեքսանյանն են լսում։ Ես քարոզում եմ այն, ինչ որ դեմ է Նատալի Ալեքսանյանի ասածին։ Իրա բոլոր կետերը իմ մոտ հակառակն է։ Ես ու Նատալին իրար բևեռ ենք, լրիվ տարբեր բաներ ենք ասում, հակա իրար բաներ ենք ասում, բայց այսօր ես ձեզ բացատրում եմ, որ կա Նատալի Ալեքսանյան ու իրա ժողովուրդը, որը իրա իմ դեմ են, չէ, իրա մոտ բոլոր գրողները լրիվ իմ դեմ են, իմ ասածի դեմ են, բայց ես ձեզ բացատրում եմ, որ այդ մարդիկ ռոբոտ չեն, այդ մարդիկ էմոցիաներով ապրող մարդիկ են ու դա նորմալ է։ Դա здоровая реакция здорового человека։ Երբ որ Արցախցին այսքան տարի իրանց ու իրանց երեխեքին անիծեց ու անպատվեց, այսօր իրանք ատում են այդ մարդկանց, հասկանում եք, դուք ասում եք իրանք զոմբի են, իրանք զոմբի չեն, իրանք ձեզ ասում են մենք ձեզ ատում ենք, մենք ձեզ ատում ենք ի պատասխան ձեր անեծքների։
Ձեզ բացատրում ենք, չեք ուզում հասկանաք։ Ես էլի եմ ասում, Նատալին ու իրա հետևորդները լրիվ իմ դեմ են, իրանք գալիս են ինձ էլ են վատ բաներ գրում։ Եվ իհարկե ես չեմ ընդունում դա, բայց բացատրում եմ ինչի են իրանք տենց անում։ Ես բացատրում եմ ձեզ ինչի են իրանք Նատալիին լսում ու գրում, Նատալի սրտիցս ես գրում։ Դուք ասում եք զոմբիներ են, ոչ, հոգնել են ձեր անեծքներից։ Ռուսաստանն է դա արել, դա Ռուսաստանի արածն է, այսօր Ռուսաստանը ջավախքն է բռնել, վաղը մյուս օր ունենալու են ջավախքի պրոբլեմը, արդեն ասում եմ ձեզ, ջավախքի կեսը վատ բաներ ա գրում, որտև լսում են սենց, Ռուսաստանին են լսում ու վրացուն են լսում, այսօր հարցը չլուծենք, վաղը Արցախի պրոբլեմը ջավախքն ենք ունենալու, որովհետև Ռուսաստանը ջավախքի անունից է խոսում, ինքը վարձում է մարդկանց, կարող է անգամ ջավախցիներ չեն ընդեղ, կարող է այդ էջի հետևը ոչ մի ջավախցի չկա, կարող է այդ էջի հետևը հենց ռուսներ են նստած, վաղը ջավախքի անունից չէ, ես իմ ում անունից կհանեմ, բայց տեսնում եք Ֆրանսիայում չկա այդ պրոբլեմը, Արգենտինայում չկա այդ պրոբլեմը, Պարսկաստանում չկա այդ պրոբլեմը, հենա, այս մարդը ջավախցի է, ապրում է Հունաստանում ու այդ պրոբլեմը մեզ Հունաստանը չի ստեղծել, չկա Հունաստանում սփյուռք, որը ջավախքի անունից մեր դեմ խոսա մեզանիցի, մեր մասին սուտ բաներ խոսա, այս անում է Ռուսաստանի և հնարավոր է ընդհանրապես այդտեղ հայել չի աշխատում, կարող է այդ էջի հետևը նստած են մենակ ռուսները, կարող է հենց թաթարներն են նստած, բայց այդ էջը աշխատում է ու հայերը գնում են, լայք են դնում ու կիսվում են ու խոսում են, կանգնացրեք այս հոսքը Ռուսաստանից հայատյաց